Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն նախագահ, հարգելի քաղաքացիներ, սիրելի հանրապետականներ։ Անկեղծ չեմ լինի, եթե չասեմ, որ վերջին 3 ամիսներին կուսակցությունում ակտիվ քննարկումներ էր ընթանում ինչպես առաջիկա ընտրական գործընթացների, այնպես էլ հանրապետականի առաջիկա տարիների անելիքների մասին։ Դրա խորքային վերլուծության եւ բուռն քննարկումների հիմքում նաեւ ՀՀԿ նախորդ համագումարի դրված սկզբունքներն ու նպատակներն էին եւ դրա պրոյեկտումը վերջին 5 տարիների քաղաքական իրողություններին։ Սկսեմ ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ի արդեն հրապարակված դիրքորոշումից։ Մենք մեկ անգամ չէ որ հայտարարել ենք, որ հանրապետականի հիմնական նպատակը երկրում իշխանափոխության իրականացնումն է եւ մեր գործունեությունը թե խորհրդանում, թե փողոցում, թե այլուր ելնում է այդ ուղենիշներից։ Այս ողջ ընթացքում մենք գործում ենք այն տրամաբանությունից, որ մեր առաջնային նպատակը ոչ թե զուտ խորհրդանում լինելն է, այս կամ այն չափով մանդատ ստանալը, այլ երկրում իշխանափոխություն իրականացնելը, ինչը հնարավոր էր միայն հավաքական ընդդիմության այս սկզբունքների շրջանակներում գործելու եւ մեկ ընդհանուր թիրախիողությամբ աշխատելու հետեւողականությունից։ Նաեւ սրանով էր պայմանավորված նախորդ տարի մեկնարկած վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին ՀՀԿ-ի գործուն մասնակցությունը։ Ավելին կհիշեք, որ առաջին փուլում մենք նույնիսկ զերծ մնացինք վարչապետի թեկնածու ներկայացնելուց, բայց ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ կադրային բանկը դա թույլ չէր տալիս, այլ որ առավելագույնն էինք անում, որպեսզի դաշտում հստակ դառնար, որ մեր խնդիրը ոչ թե հավակնություններն են կամ պաշտոնի կռիվը, այլ process-ի հաջող ընթացքը։ Որոշ ժամանակ հետո, երբ պարզ դարձավ, որ հիմնական ընդդիմադիր ուժերը առանձնապես հակված չեն այս ճանապարհով շարժվելուն, առավել ևս վարչապետ թեկնածու առաջադրելուն, ՀՀԿ-ն որպես պատասխանատու ուժ ներկայացրեց իր թեկնածուին քաղաքական դաշտում նոր օրակարգ եւ նոր խաղի կանոններ սահմանելով։ Մեկ ամիս առաջ հանրապետականի առաջնորդն անդրադառնալով ընտրություններին ՀՀԿ-ի հնարավոր մասնակցությանը նշեց, որ մեր քննարկումների հիմքում հետևյալ հարցադրումն է. պայքարել մի քանի մանդատի համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ, նվազագույնի հասնելու ներընդդիմադիր պայքարը, դրանով իսկ փորձելով հաջողության հնարավորություն ստեղծել այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել։ Այս մոտեցումը արտաքուստ ինքնազոհողության, իսկ քաղաքական առումով նեղ թիմայինը ստորադասելու եւ հավաքական գործին մեծ սատարում բերելու որոշում է, որը մեր կարծիքով բխում է ընդդիմադիր ուժերի համախմբված պայքարի եւ իշխանափոխության գործընթացին առավելագույնս աջակցելու հրամայականից։ Հարգելի հանրապետականներ, այս 5 տարիներին միասին մեծ ջանք ու աշխատանք ենք իրականացրել։ Ձեր սրտացավությունը, նվիրվածությունը մեր ընդհանուր գործին, գաղափարներին ու արժեքներին անհնար է ներկայացնել չափույլի միավորով։ Խորհրդանում, փողոցներում, ոստիկանական բաժանմունքներում, դատարաններում, բանտերում, վրաների տակ, ցրտին, անձրևին, ձյան կամ չափազանց շոքի հանրապետականը եղել է այնտեղ, որտեղ եղել է պայքար ու իր բաժին կռիվը տվել է մեր պետականության եւ մեր սերունդների վաղվա օրվա համար։ Ընտրությունների վերաբերյալ մեր որոշումը ոչ թե դադար վերցնելու, պայքարի տեմպը թուլացնելու, այլ արկա բարդ իրողություններին համարժեք արագ վերափոխումների գնալու եւ մեր պայքարը առավել արդյունավետ հուն մտցնելու համար է։ Այսօրվա իրողությունները, մեզ պարտադրված մարտահրավերներն ու պայքարի արդի մեթոդները մեզ ստիպում են գնալու որոշակի վերափոխումների ճանապարհով, հիմքում ունենալով ՀՀԿ ծրագրի հիմնադրույթները եւ կուսակցության գործունեության հիմքում դրված հայ ազգային գաղափարախոսությունը։ Կուսակցության շրջանային կազմակերպությունների, կուսակցական ստորաբաժանումների կառուցվածքն ու գործունեությունը պետք է ուղղված լինի ՀՀԿ-ի բովանդակային առաջընթացին, մոբիլիզացիանն ու արդյունավետության աճին։ Յուրաքանչյուր կուսակցական իր գործունեությունն իրականացնելիս իր թիկունքում մշտապես պետք է զգա հանրապետականի մեծ ընտանիքի շունչն ու սատարումը։ Ավարտելով խոսքս, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր մեծ թիմին, հանրապետականին, յուրաքանչյուրին,
ամենադժվար ու պատասխանատու պահերին մարդկային բարձր արժանինքներ ցուցաբերելու եւ գաղափարական մարտիկի առաքելությունը բարձր պահելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Աբրահամյան, ելույթի համար խոսքը